Բարև ձեզ։ Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր հուլիսի 23-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Ես պետք է ասեմ, այսօր էլ մենք ունենք կարևորագույն հարցեր քննարկելու։ Օրինակ, հարցերից մեկը կապված է պարոն Մերցի, Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցի Նիկոլ Փաշինյանի հետ, Հայաստանի վարչապետի հետ։ Այդ հեռախոսազրույցը պարունակել է իր մեջ շատ կարևոր տարրեր ու տարրերից մեկը իմ կարծիքով պետք է մեզ մտահոգի։ Անպայման դրա մասին մենք այսօր կխոսենք։ Ալիևը եղել է Գերմանիայում, ինչքան հասկացա, բավական հաջող իրենց համար այցելություն էր, դրանից հետո մենք տեսնում ենք հեռախոսազրույց Փաշինյան-Մերց ու այնտեղ կային մեսիջներ, որոնց մասին մենք պարտավոր ենք խոսել։ Իրան Միացյալ Նահանգները սրվում է իրավիճակը, Դոնալդ Տրամպը սպառնալիքներով հանդես է գալիս, այդքան սրվեց վիճակը Իրանում, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհուրդ է տալիս իրենց քաղաքացիներին դուրս գալ Իրանից Հայաստանի տարածքով։ Պետք է ասեմ, որ հութիները հիմա Կարմիր ծովը massամբ փակում են Սաուդյան Արաբիայի նավթի համար, լցանավերի համար ու երկու լցանավեր Սաուդյան Արաբիայի ռմբակոծվեցին։ Պատկերացնում եք ինչ ճգնաժամ, Հորմուզի նեղուցը, կիսափակ, կիսաբաց, հիմա Կարմիր ծովը, լրջագույն խնդիրներ աշխարհով մեկ, պարզ է, որ ամերիկացիք նաև անում են լրջագույն հայտարարություններ, պաշտպանության նախարարը, Պենտագոնի շեֆը, Ամերիկայի ՑՌՈ-ի ղեկավարը, այդ շատ ուշագրավ հայտարարությունների մասին մենք նաև կխոսենք։ Ուրեմն ունենք քննարկելու այսօր էլ հարցեր շոշափող Հայաստանի շահերը։ Ես պետք է ասեմ, որ Դոնալդ Տրամպը հերթական անգամ սպառնալիքով հանդես եկավ Իրանի նկատմամբ ու ինչ խոստում ինքը տվեց։ Ամեն մի լցանավ, որին չեն թողնի, որ անցնի Հորմուզի նեղուցով իրանցիք դուք գիտեք չեն թողնում, որ նավերը անցնեն առանց Իրանի թույլատրության, հենց դրա շուրջ այդ հերթական պատերազմ գնում է Ամերիկա-Իրան, ամերիկացիք ասում են, որ բաց է նեղուցը, հետո պարզվում է, որ Հորմուզի նեղուցը բաց չի ու այս ձևի ծանր լարված վիճակ, հիմա ինչ է ասում Դոնալդ Տրամպը, ամեն մի խոչընդոտ ու մենք կքանդենք հերթական կամուրջը կամ էլեկտրոցանցը Իրանում, տարբեր տեղերով Իրանի, ամեն մի լցանավ, որը չեք թողնի, որ անցնի, մենք ձեր ինֆրաստրուկտուրային կհարվածենք։ Շատ կարևոր հայտարարություն արեց Պենտագոնի շեֆը, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը կապված Չինաստան-Ռուսաստանի հետ։ Ինքը պնդում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը աջակցում են Իրանին։ Տարբեր ձևերով Չինաստանը իր մեխանիզմերով, Ռուսաստանը իր, ինքը ասեց, ես չեմ բացի փակագծերը, դա գաղտնի ինֆորմացիա է, բայց աջակցում են։ Դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ հիմա մի քիչ խելքի են գալիս ամերիկացիք ու Տրամպը ու ոչ միայն Չինաստանը գլխավոր իրանց մրցակիցը դիտում են, նաև որ Ռուսաստանը լուրջ իրանց թշնամին է։ Դա է պատճառը, որ Տրամպը փոխեց իր քաղաքականությունը բավական էականորեն ու հիմա աջակցում է Ուկրաինային։ Հիմա ՑՌՈ-ի ղեկավարը, այդ Ամերիկայում CIA-ը, ՑՌՈ-ի ղեկավարը հայտարարությունով հանդես եկավ նորից Չինաստան-Ռուսաստանի մասին։ Ինքը ասեց, Չինաստանը-Ռուսաստանը մեզ համար Ամերիկայի համար տարբերվում են։ Օրինակ Չինաստանը գրեթե բոլոր ոլորտերում մեզ համար հավասար մրցակից է, դա է պատճառը, որ մենք չպետք է թույլ տանք ոչ մի ոլորտում, որ հետ ընկնենք, պետք է պայքար տանենք։ Բայց Ռուսաստանի դեպքում Ռուսաստանը մեզ համար մրցակից է 2-3 ոլորտներում։ Մյուս ոլորտներում իրանք թույլ են ինքը ասում է,
նույն Ուկրաինան ապացուցեց, որ կարող է դրոններով լրջագույն վնասներ հասցնել Ռուսաստանին, ստեղ իրանք շատ քիչ ոլորտներում մեզ համար մրցակից են, ես կարող եմ ասել ինքը ոլորտները նկատի ունի, դա միջուկային զենքերի հետ կապված ոլորտը, Ռուսաստանում լիքը միջուկային զենքեր կան, եւ Արկտիկայի ոլորտը, որտեղ որ ազդեցությունը Ռուսաստանի այսօր էլ շատ ուժեղ է։ Պաշտոնյաները Ամերիկայի, նաև այդ թվում գեներալները առաջատար Ամերիկայի բանակի նշում են, որ Ուկրաինան մարտի դաշտում լուրջ հաջողությունների հասնում է, օրինակ Ուկրաինային տրված F-16-երը սկսեցին խփել ռուսական կործանիչներ ու առաջի դեպքը եղավ, երբ որ F-16-ը, որը Հոլանդիան, Դանիան տվեցին Ուկրաինային, սկսեցին աշխատել, ոչնչացնել ռուսական կործանիչները։ Ուկրաինան, դուք գիտեք, մեծ հարվածներ դրոնային գրեթե ամեն օր հասցնում են, մեծ վնասներ Ռուսաստանի, չեմ կրկնի այդ Վայլդբերիսի դեմ, պայեսների դեմ հարվածները ընդլայնվում է, հիմա Կուբանում Վայլդբերիսի պայեսները ոչնչացրեցին դրոններով ուկրաինացիք, բայց ուկրաինացիք սկսեցին հարվածներ հասցնել միս արտադրող խոշոր ընկերությունների։ Ուկրաինան բավական լայն քայլեր է անում այդ դրոններով ու մեծ վնաս է Ռուսաստանին հասցնում, ու Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով շարունակում է ռմբակոծել Ուկրաինան։ Լավրովը բողոքեց ուժեղ ամերիկացիներից, ինքը ասում է ակնհայտ է ամերիկացիները օգնում են Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանին։ Նու ստեղ առաջի հերթին օգնությունը ամերիկացիների հետախուզական է։ Այդ հետախուզական ինֆորմացիան շատ է օգնում Ուկրաինային դիպուկ հարվածներ հասցնել Ռուսաստանից։ Լավրովը շատ բողոքեց եւ ՄԱԿ-ից, շատ բողոքեց եւ Սևծովյան նախաձեռնությունից եւ Ամերիկայից այդ Անկորիջի հանդիպումից շատ բողոքեց, իրոք նեղ վիճակի մեջ ընկավ այսօր Ռուսաստանը։ Նախկինում բոլորը համոզում էին Ռուսաստանին բանակցություններ վարել, Ռուսաստանը հրաժարվում էր, համարելով, որ ունի օպերատիվ առավելություններ հողի վրա Ուկրաինայի դեմ, հիմա կորցնում է այդ առավելությունները ու ուզում է բանակցություններ ու բողոքում է, որ ոչ ոք դա չի կազմակերպում։ Հիմա անցնում են գլխավոր այսօրվա թեմային։ Նիկոլ Փաշինյան մերձ բանակցություններ։ Դեպ ասեմ ձեզ, Գերմանիան շատ լավ ընդունեց Ալիևին, մեծ պլաններ, ստորագրեցին համատեղ հռչակագիր, էներգետիկ ոլորտում լրջագույն ծրագրեր, ոչ միայն Շտանմայերը նախագահ Գերմանիայի Ալիևին գոված, ոչ միայն պարոն Մերցը կանցլերը Գերմանիայի Ալիևին գովացին, նաև արտգործնախարարությունը այցելությունից 3 ավարտից հետո հանդես եկավ հայտարարությամբ, որ Ադրբեջանը վստահելի պարտներ է դառնում Գերմանիայի համար։ Պարզ է, դա չի կարող մեզ չի մտահոգել տարբեր պատճառներով։ Ոչ ոք չի ասում, որ Գերմանիան չաշխատի Ադրբեջանի հետ։ Դա ոչ ոք չի ասում, չի էլ պահանջում, բայց այդքան գովալ, ոնց գոված օրինակ Գերմանիայի ղեկավարները գովացին Ալիևին 3 չարաչորը, ինչքան գոված Ուրսուլա ֆոն դեր Լայենը, երբ որ մի ժամանակ առաջ եղել է Բաքվում Ալիևին, ես համարում եմ դա ավելորդություն, քանի որ ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր բանտերում են Ադրբեջանի, այն մարդիկ, ովքեր փախած են այս հետապնդումներից, քաղաքական հալածանքներից, ստացվում է, որ այդ ամեն ինչ ներվում է։ Նու ես չեմ ասում Ղարաբաղի հայերի զտումը, էթնիկ զտումը։ Գիտեք, այո, պրագմատիկ մոտեցումն էլ պետք է լինի, Հայաստանն էլ պրագմատիկ է մոտենում, Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգով է գնում, ինչ է միանշանակ ողջունում եմ, բայց երբ որ եվրոպացիք այդ կամ գովում են, այդ հարցեր է առաջացնում ու ավելին ձեզ ասեմ, մենք պետք է շատ ուշադիր հետևենք այս վերջի զարգացումներին։ Հիմա ուզում եմ անդրադառնալ այն հեռախոսազրույցի, որը ունեցավ Մերցը Նիկոլ Փաշինյանի հետ, Գերմանիայի կանցլերը Ֆրիդրիխ Մերցը Նիկոլ Փաշինյանի հետ, Հայաստանի վարչապետի հետ։
Ուրեմն հեռախոսազրույց էր, կասկած չունեմ, որ նախաձեռնողը հենց Գերմանիան էր, քանի որ այնտեղ շատ բաներ խոսվեցին նաև հայ-ադրբեջանական կոնտեքստում, բարձա Գերմանիան պետք է կապնվեր Հայաստանի հետ, դա նաև պահանջում է դիվանագիտական էտիկետը։ Եթե դու խոսում ես Ալիևի հետ երկար բարակ խաղաղության պայմանագրի մասին, խաղաղության մասին, կայուն եւ այլ, կոչ ես անում, որ կայուն խաղաղություն լինի, պարզ է, որ հայկական կողմն էլ կա։ Այո, Գերմանիայում էլ Ալիևը իրան մեծարեց, ինքը ասեց, որ խաղաղության օրակարգի նախաձեռնողը հենց ինքն էր, ասեց, որ Հայաստանը արձագանքեց, հիմա գնում է process, բայց պարզ է ինքը օգտվեց առիթից ու ասեց, որ այս process-ը ինքն է սկսել։ Ու Գերմանիայի կացլերը զանգեց Նիկոլ Փաշինյանին ու այս զրույցից հետո մենք ստացանք երկու հարուդագրություններ, ինֆորմացիան եւ մեր կառավարությունից եւ Գերմանիայի կառավարությունից։ Ես ուզում եմ դες զգուշացնել եւ կյանքում չեմ կարդում մենակ մեկ հաղորդագրությունը, ասենք մեկ կողմի Հայաստանի կառավարության այս հեռախոսազրույցի մասին կամ միայն Գերմանիայի, քանի որ համեմատությունը ցույց է տալիս, որ թեմաները ում համար ամենակարևորն են ու առանքում հասկանում ես ինչ զրույցեր ու գլխավոր այդ զրույցի թեմաներ։ Ուրեմն ես բացում եմ ձեզ համար Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցների համար այդ գաղտնիքները վերլուծաբանների ոնց վերլուծությունը կարելի է ավելի էֆեկտիվ անցկացնել։ Հիմա այդ հայտարարությունների մեջ 3 նախադասություններ կան ամեն մեկի մեջ ու երկուսը շատ մոտ են իրար, մեկը տարբերվում է։ Ուրեմն հայկական կողմը ասում է, որ Մերցը եւ Փաշինյանը քննարկեցին եւ փոխանակեցին կարծիքներ ամենաակտուալ միջազգային եւ ռեգիոնալ թեմաների հետ կապված։ Գերմանիայի հաղորդագրության մեջ նույնը կար, ուղղակի մի քիչ բաց էր։ Իրանք ասեցին, որ քննարկվեցին տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները, նաեւ այդ թվում իրանք նշեցին Մերձավոր Արևելքը եւ պատերազմը Ռուսաստանի Ուկրաինայի դեմ եւ ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։ Գրեթե նույնն է, ուղղակի Գերմանիայի տեքստում մի քիչ փակագծերը բացված էին, կարելի է բացել, կարելի է չբացել, քանի որ երբ որ խոսքը գնում է միջազգային զարգացումների Հարավային Կովկասի Հայաստանի շուրջ, բարձային չի մասին է խոսքը։ Մերձավոր Արևելքում իրավիճակը, Ամերիկայի պատերազմը Իրանի դեմ ու լարվածությունը Մերձավոր Արևելքում եւ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Նաեւ կողմերը եւ հայկական տեքստում եւ գերմանական տեքստում խոսքը գնաց նրա մասին, որ կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները Գերմանիա-Հայաստան եւ հարաբերությունները Եվրամիություն-Հայաստան, ել ինչ կարելի անել, ինչով կարող է օգտակար լինի Գերմանիա։ Այստեղ նորմալ է։ Բայց երբ որ խոսքը գնաց հայ-ադրբեջանական խաղաղության process-ի մասին, խոսվում է, որ հայկական տեքստում, որ քննարկեցին այդ հարցը եւ երկու կողմերն էլ նշեցին, շատ կարեւոր է, որ կայուն խաղաղություն լինի, իրոք հաստատվի կայուն խաղաղություն։ Բայց գերմանական տեքստում մի փոքր տարբերվում է գերմանական տեքստը մեր տեքստից։ Գրված այդպես, որ Գերմանիայի կանցլերը կոչ արեց, որ հերթական կամ էլի նոր քայլեր արվեն այս խաղաղության process-ի մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այս մասը նախադասության չկա հայկական տեքստում։ Դա ինչ է նշանակում, որ հիմա թարգմանում են դիվանագիտական լեզվից նորմալ լեզվի, որ կանցլերը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին, որ էլի քայլեր մյուս քայլերը արվեն դեպի խաղաղություն, նու ես կրահում եմ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը ու չունենա նկարտումներ
Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Քանի որ Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևը, ես կարդացել եմ այդ իր ելույթները Գերմանիայում, ինքը նշեց, որ նորմալ է գնում process-ը, խաղաղությունը հաստատված է, բայց ելի կան հարցեր, որ մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը։ Նախաստորագրվածը պետք է ստորագրենք։ Պարզա ինքը խոսեց Մերցի հետ, կանցլերի Գերմանիա Ալիևը, որ Հայաստանը խոչընդոտում է, որ վերջի քայլը արվի, քանի որ Հայաստանը չի փոխում սահմանադրությունը, մինչդեռ Ալիևը ասում է, մենք համարում ենք Հայաստանի սահմանադրությունը դա պարունակում է իր մեջ նկարտումներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Դուք հիշում եք, մեր սահմանադրության մեջ գործող այսօրվա կա հղում մեր անկախության հռչակագրի։ Այդ հղումը ինչի է բերում։ Եթե հղում կա մեր անկախության հռչակագրին, անկախության հռչակագրում կա, հիշում եք, նախաբան, որտեղ որ խոսվում է Ղարաբաղի մասին, Ալիև ասում է, տեսակ, դա նշանակում է, որ դա նկարտում է մեր տարածքային ամբողջականության վրա։ Ու ուրեմն Ալիևը կարողացավ համոզել Մերցին, որ ինքը ճիշտ է, ու Մերցը հիմա զանգեց Նիկոլ Փաշինյանին ու հարցնում էր, ինչու՞մ է խնդրեմը, ինչու չեք փոխում սահմանադրությունը, որ վերջնական խաղաղություն լինի։ Առաջինը ուզում եմ ասել իմ կարծիքը այս process-ից։ Խաղաղության process-ը ճիշտ process-ը պետք է շարունակել։ Բայց այս լրացուցիչ պահանջը Ադրբեջանի մեր սահմանադրության նկատմամբ այդ պահանջը չունի հիմքեր։ Քանի որ մեր հռչակագրում հղումը Ղարաբաղի հարցի վրա պարունակում է հղում սոցիալիստական ադրբեջանական հանրապետության վրա, Հայաստանի սոցիալիստական հանրապետության վրա, չկան այս ձևի երկրներ։ Անկախ կա Ադրբեջան, անկախ կա Հայաստան։ Ուրեմն հնացած է, ուրեմն անիմաստ է փոխել սահմանադրությունը, ավելին հիշում եք մեր սահմանադրական դատարանը 2024 թվին որոշում ընդունեց ուսումնասիրելով հռչակագիրը, որոշում ընդունեց, որի համաձայն ոչ մի նկարտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մենք չունենք։ Ու ինչն է հետաքրքիր, այս արգումենտները փաստարկները, որը ես հիմա բերում էր նախկինում Նիկոլ Փաշինյանը։ Ինչի մերոնք հիմա չեն բերում, չեմ հասկանում։ Պետք է բացատրել Ադրբեջանին, միջազգային հանրությանը, որ ոչ մի խնդիր մեր սահմանադրությունը իր մեջ չի պարունակում։ Բացի դրանից մեր սահմանադրությունը մենք ենք փոխում, պետք չի մեզ հուշել։ Բայց վտանգը ինձ համար նրանում է, որ Ալիևը այդ լրացուցիչ նախապայմանը դրեց ու նրանով ճնշում է մեզ, նաև համոզում է այլ երկրները, որ մենք ենք մեղավոր։ Ինքը չի ուզում, դեր չի ուզում, կարող է ստորագրի, բայց դեր չի ուզում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրել, չի ուզում, ինչ-ինչ պատճառներով, բայց պատասխանատվությունը մեր վրա է գցում, ու ես պետք է ասեմ, որ այդ տենդենսները վերջի ժամանակվա, որ իրոք էներգետիկ ճգնաժամ է աշխարհով մեկ, Եվրոպայի համար էներգետիկ ռեսուրսները շատ կարևոր են, դա ուժեղացնում է Ադրբեջանի դերը, նաև այդվում գազի հարցում, նաև այդվում նավթի հարցում, տեսակ Գերմանիայում Ալիևը ասաց, մենք կարող ենք ձեզ ապահովել նավթով ու փոխարինել Ռուսաստանը։ Իրանց դերը ավելացնի, ուրեմն մենք ակտիվ պետք է աշխատենք, որ մեր արգումենտացիան նաև լսվի։ Ու ավելին ձեզ ասեմ, ես համոզված չեմ, որ երբ որ մենք փոխենք սահմանադրությունը ու եթե մենք փոխենք ու բավարարենք Ադրբեջանի պահանջը անջատել մեր սահմանադրությունը անկախության հռչակագրից, որ Ադրբեջանը կբավարարվի։ Նոր բան կբերեն մեր դեմը կդնեն։ Ուրեմն ես ուզում եմ ասել, որ զարգացումները գնում են, դրական կողմերը ակնհայտ կան, բայց Ադրբեջանը անընդհատ աշխատում է իր ասելիքը պնդում է, զարգացնում է, ներկայացնում է, ու ես տեսնում եմ եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում իրանք նաեւ հիմա ակտիվ աշխատում են փոխելու այնտեղ տրամադրությունները։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի դիրքորոշումները հայանպաստ են, բայց իրանք սկսեցին փոխել այդ տրամադրությունները նաեւ այնտեղ։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։